Պետական նիստը հայտարարել բացված հակակոռուպցիոն դատարան նախագահության դատավոր Արսլյանի քարտուղարության Տանյանի շարունակում է ԹԻՖԿԴ 0210-0225 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի քննությունը դատական նիստի քարտուղարին խնդրում եմ զեկուցել։ Հարգելի դատարան, դատական նիստին ներկայացել են Հայչվորի ներկայացուցիչ Նորայր Նազարյանը, պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Էլլա Մկրտչյանը, Արմեն Գևորգյանի ներկայացուցիչներ Արամ Ասկիվիրյանը, Լուսինե Սահակյանը, Սեյրան Օմանյանի ներկայացուցիչ Կարեն Մերժլումյանը, դատական նիստին չներկայացել պատասխանող Յուրի Խաչատուրովը, պատշաճ կարգով ծանոթված է եղել դատական նիստի ներողություն, նրա հետ հավաստագիրը չի ստացվել դեռևս դատարանում, դատարանը նրա ծանոթությունն ապահովել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով։ Հարգելի դատարան, միաժամանակ տեղեկացնում եմ, որ նախքան դատական նիստը սկսվել է, Իրավաբան Net լրատվամիջոցի օպերատոր Տիգրան Ղուկասյանը բանավոր դիմում է ներկայացել դատական նիստի տեսանկարահանման վերաբերյալ։ Շատ լավ, խնդրեմ, պարոն Նազարյան, ինչ կարծիքի եք նիստը պարոն Խաչատուրովի բացակայությամբ իրականացնելու հնարավորության վերաբերյալ։ Դուք պարոն Կիրվիդյան։ Շնորհակալություն, դատարան, ես ճիշտ հասկացա, որ էլեկտրոնային եռանդակով ծանոթություն ապահովված, եւ երրորդ դեպքը պահպանված է։ Այո, ավելին ասեմ, նախորդ ծանոթությունը փաստացի իր բնակության վայրում պարոն Խաչատուրովը ստացել է։ Դատարանը վերջինս ծանոթվածն վերաբերել այս վերաբերության որոշում չեմ արտահայտի, թե որքան դիտարկում իրավական տեսանկյունից վերջինս ծանոթված թե ոչ, այնուամենայնիվ ողջի կնշեմ, որ դրա դեպքում չեմ տեսնում հատել գործընկերություն շարունակելու շնորհակալ։ Շատ լավ, դուք Տիկին Մկրտչյան։ Հարգելի դատարան, որովհետեւ չեմ տեսնում աշխարհներով պատճառաբանություն։ Դուք պարոն Մերտոնյան։ Շատ լավ։ Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանող Խաչատուրովին ծանոթությունը իրականացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի բոլոր ընթացակարգերի պահպանմամբ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդող դատական նիստերի վերաբերյալ ծանոթություն պարոն Խաչատուրովը ստացել է այն նույն հասցեով, որ ծանոթագիրը ուղարկվել է նաև այս դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նաև 98-րդ հոդվածով գտնում է, որ արգելք չկա դատական նիստը շարունակելու վերաբերյալ, հետևաբար որոշում է նախնական դատական նիստը շարունակել պատասխանողի բացակայությամբ։ Պարոն Նազարյան, ինչ կարծիքի եք տեսանկարահանման թույլտվության վերաբերյալ։ Հարգելի նախագահ, ամբողջությամբ բարակում տեսաձայնագրման կապակցությամբ, թեպետ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նման դիրքորոշում հայտնելու համար պատճառաբանություն հայտնող կողմի նախատեսում, սակայն ես ունեմ առանձին երկու պատճառաբանություն, եթե դատարանը հնարավորություն կտա կարտահայտեմ, եթե ոչ, ապա միայն առարկում եմ։ Թույլ եմ տալիս, պարոն Նազարյան։ Հարգելի նախագահ, հաշվի առնելով, որ նախորդ դատական նիստերից մեկը տեսաձայնագրվել է եւ դրանք նաեւ առանձին որոշակի տեսանյութերով հրապարակվեցին եւ այնտեղ որոշակի վերնագրեր կար, որոնք օբյեկտիվ իրականությանը չէին համապատասխանում, որը նաեւ ինձ հետ էր կապված, մասնավորապես իմ վարչապետի վերաբերյալ վերնագիրը որոշակի հնչեղ վերնագիր էր, մասնավորապես որ այսօր ներկայացուցիչ բանավեճ է ունեցել դատավոր հետ, որը երբևէ տեղի չի ունեցել ոչ դատական նիստով, ոչ էլ պրակտիկայում, հետևաբար կարծում եմ տեսաձայնագրման իմաստավորությամբ պիտի կայանա օբյեկտիվ իրականությունը հատուցվելու մեջ, իսկ կարծում եմ նմանատիպ երևույթները կարող են ուղղակիորեն հանձնել այսօր ներկայացուցիչ վարչապետի վրա, դառնալ շարքման առարկա, ինչը գործընկերության արդյունավետության վրա կարող է նաև ազդեցություն ունենալ, եւ երկրորդ պատճառաբանությունը ես միջնորդություն եմ ներկայացնում այս դատական նիստում եւ վստահաբար ձեր կողմից կլինեն հարցեր, կարծում եմ, որ ներկայացուցիչներն են հարցեր կունենան այդ մասը, կարծում եմ, որ որոշակի հարցերի կապակցությամբ արտահայտեց, որ ես պետք է պատասխանեմ լիազոր մարմնի տեղ ունեցած վարչական բարույթի եւ եզրափակված վարչարարությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում, ինչը իր մեջ պարունակում է անձնական տվյալներ, թեպետ եթե ես նույնիսկ փորձեմ շրջանցեմ ուղիղ անձնական տվյալները, դրանք իրենց մեջ կպարունակեն այնպիսի տվյալներ, որոնք կարող են իդենտիֆիկացնել որոշակի անձանց, ինչի համաձայնությունը ես չունեմ։ Շատ լավ։ Նստեք, պարոն Նազարյան, դուք պատասխանող կողմն եք դիրքորոշում տեսանկարահանման թույլտվության վերաբերյալ։ Քանի կողմն հնարավորել է անիմաստ է մեր կողմից դիրքորոշում ունենալու, որովհետև օրենքի արդեն Շատ լավ, դուք Տիկին Մկրտչյան։ Շատ լավ, դատարանը նախ եւ առաջ արձանագրում է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը
Պարագերն ընդդեմ Ավստրիայի գործով կայացված վճռում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ մամուլը կարևոր դեր է խաղում իրավական պետությունում։ Սա անկասկած ներառում է նաև արդարադատության համակարգի գործունեությանը վերաբերող հարցեր, որը ցանկացած ժողովրդավարական հասարակության համար կարևոր ինստիտուտ է։ Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել դատական համակարգի հատուկ դերը հասարակությունում։ Որպես արդարադատության երաշխավոր, որը իրավական պետության հիմնարար արժեք է, այն պետք է վայելի հանրային վստահություն, որպեսզի հաջողությամբ կատարի իր պարտականությունները։ Հետևաբար կարող է անհրաժեշտ լինել պաշտպանել նաև նման վստահությունը էապես անհիմն ապակառուցողական հարձակումներից, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ քննադատության ենթարկված դատավորները ենթարկվում են այնպիսի սահմանափակումների, որը նրանց թույլ չի տալիս պատասխանել։ Պարոն Մեջլումյան, Եվրոպական դատարանը մեկ այլ Պետատն ընդդեմ Շվեյցարիայի գործով կայացված վճռում նշել է, որ կոնվենցիայի խոսքը մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մասին է։ 10-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները կիրառելի են լրագրողների նկատմամբ այն պայմանով, որ նրանք գործում են բարեխղճորեն եւ ճշգրիտ փաստական հիմքերով եւ տրամադրում են հուսալի եւ ճշգրիտ տեղեկատվություն համաձայն լրագրության էթիկայի։ Ինչպես նաև ճշմարտացի նկատեց հայցվոր ներկայացուցիչը, դատարանը ևս արձանագրում է, որ սույն գործով սույն լրատվամիջոցի կողմից լուսաբանվել են 2025 թվականի հոկտեմբերի 24-ին և նոյեմբերի 7-ի դատական նիստերը։ Առաջինը միայն ձայնագրության միջոցով, իսկ երկրորդը նաև տեսաձայնագրման միջոցով։ Տեսաձայնագրման միջոցով լուսաբանված նիստը ոչ միայն ներկայացվել է ամբողջական տարբերակով, այլև հատվածական, համատեքստից դուրս և այնպիսի վերնագրերով, որոնք ուղղված են եղել սենսացիա առաջացնելուն և հանրության համեմատաբար անառողջ հետաքրքրասիրությունը բավարարելուն։ Ընդ որում, նման ձևաչափով լուսաբանումը իրականացվել է տարբեր սոցիալական հարթակներում, որոշակի հաճախականությամբ։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ որևէ վերլուծություն չի ներկայացվել այդ դատական նիստում քննարկված բուն իրավական հարցերի կապակցությամբ։ Լրատվամիջոցի նման գործելավոճը հանգեցրել է նրան, որ տարբեր օգտատերերի կողմից, նաև պայմանավորված սույն գործով պատասխանողների անձով վիրավորական բնույթի մեկնաբանություններ են գրվել դատավարության մասնակիցների, նաև պաշտոնեական լիազորություններից իրականացման առնչությամբ նախագահողից վերաբերյալ։ Ընդ որում, օգտատերերին անհատականացնելը գրեթե անհնար է եղել։ Լրատվամիջոցը չնայած նախազգուշացում է տեղադրած եղել վիրավորական բնույթի մեկնաբանություններ չգրելու վերաբերյալ, սակայն դրանց առկայության պայմաններում դրանք հեռացնելու գործնական քայլեր ձեռնարկել է ոչ թե անհապաղ, ինչպես բխում է Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործով եվրոպական դատարանի դիրքորոշումներից, այլ միայն այն ժամանակ, երբ դատարանի մամլոխոսնակը մի քանի անգամ կապ է հաստատել վերջիններիս հետ։ Արդարադատության շահը պահանջում է, որ դատարանը զերծ լինի ցանկացած տիպի միջամտությունից, որը կարող է արտահայտվել նաև սոցիալական տարբեր հարթակներում, վիրավորանքի, սպառնալիքի տեսքով, իր վարույթում քննվող գործի և կամ դրա շրջանակներում ձեռնարկած դատավարական գործառույթների կապակցությամբ։ Նման պայմաններում հաշվի առնելով արդարադատության շահը, ինչպես նաև հայցվորի ներկայացուցիչի առարկությունները տեսանկարահանման վերաբերյալ, դատարանը չի թույլատրում դատական նիստի տեսաձայնագրումը։ Տեխնիկական ընդմիջման պայս նստել շարունակվում է Եվրոպական 25 հակակողության քաղաքացիական գործընկերություն տեղականիստների կարգովարան խնդրում եմ ևս մեկ անգամ զեկուցել ներկայացած անձանց վերաբերյալ Հարգելի դատարան դատականիստի ներկայացավ պատասխանող Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Շատ լավ։ Հարցը սուբված է դատավարության մասնակիցներին, ինչ կարծիքի եք նիստը պարոն Խաչատուրովի բացակայությամբ շարունակելու հնարավորության վերաբերյալ։ Խոչընդոտ չեմ տեսնում։ Խոչընդոտ չեմ տեսնում, մի հատ տեխնիկական հարցեր տեսանք նկարահանում է։ Դեռևս այդ հարցը չի մնացել։ Տեխնիկական ընդմիջում ասացիք, մտածեցիք կարող ամիջերը դիքնարկել։ Դուք պարոն Մեջլումյան։ Ես խոչընդոտ չեմ տեսնում։ Դուք պարոն Գիլյան։ Ես դիրքորոշում այդ օրնով չեմ արտահայտում, հաշվառում, որ չեմ կարող ասել, որ արդյոք դա անցնում է շրջանցում, թե ոչ կոնկրետ ուրեմն այն անձի մասով, որ ներկայ չէ դատականիստի, դրա համար ես այդ առումով կարծիք չեմ։
Շատ լավ։ Դատարանը նկատի ունենալով, որ պատասխանող Խաչատուրովին ծանոթությունը իրականացվել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի բոլոր ընթացակարգերի պահպանման, ինչպես նաև ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի կարգավորման, դիտարկում է, որ պարոն Խաչատուրովը պատշաճ ծանոթված է դատական նիստի վայրի և ժամանակի մասին, հետևաբար լսելով նաև գործի մասնակցող անձանց ներկայացուցիչների կարծիքը, որոշում են նախնական դատական նիստը շարունակել վերջինիս բացակայությամբ։ Հաջորդ հարցս ինչ կարծիք եք դատական նիստի տեսանկարահանում թույլատրելու վերաբերյալ։ Բաղին նախագահ, նախորդ դատական նիստից մեկում երբերից դիտորոշում ներկայացրեցի, իմ դիտորոշումը բնավ կապված չէր լրատվական միջոցի աշխատակցով, այլ պայմանավորված էր իրեն մասնակցած լրատվամիջոցի աշխատած կազմակերպության գործունեության օբյեկտիվությամբ և պրոֆեսիոնալիզմով, ինչպես տեսնում եք աշխատակիցը փոխվել լրատվական ծառայության կողմից, կարծում եմ, որ դա որևէ կերպ չի փոխարինում իմ մտահոգությունները, հետևաբար նախորդի փոխանցված դատողությունների համակարգումը խնդրում եմ արգելել տեսանկարումը տեսաձայնելու։ Շատ լավ, դուք պարոն։ Ինչ։ Ես նույնպես առարկան տեսանկարահանման դերհարարկման չեմ առարկում սերժանտետով, եթե անհրաժեշտություն առաջանա լուսանկարահանման ֆոտո էլի, բայց ոչ վիդեո։ Չէ, բացառապես այս պայթյունությամբ տեսանկարահանում է հայցել, մենակ այդ հարցն ենք քննարկում, պարոն Ներժումյան։ Ամեն դեպքում դիրքորոշում եք հայտնում հավասար, պարոն Կիվիլյան, դուք։ Ակտիվիզատոր հաշվանում, որ դատողոսի մասնակիցները նավարակեցին, նկատում եմ այդ առումով որևէ դիրքորոշման արտահայտումը այս պայմանությամբ դառնում առաքարազուտ այն իմաստով, որ իմ համաձայնությունը կամ անհամաձայնությունը արդեն որևէ բան չի։ Շատ դատարանը ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 9-րդ մասով մասնավորապես նկատի ունենալով, որ գործի մասնակցող անձինք առարկեցին տեսանկարահանման թույլտվության դեմ, ավելին դատարանը նախորդի դատական նիստերի ընթացքում նաև որոշակի դատողություններ էր արել նաև այս լրատվամիջոցի թույլտված վարքագծի վերաբերյալ, հաշվի առնելով դատավարական ռեսուրսի արդյունավետությունը, նույն դատողությունները չեմ կրկնում, քանի որ դատական նիստերով արձանագրված են, հետևաբար առարկությունների առկայության պայմաններում դատարանը թույլ չի տալիս այս դատական նիստի տեսանկարահանումը։ Իսկ ձայնագրական առումով բնականաբար դատական նիստը տրամված է, դուք կարող եք շարունակել ներկա գտնվել դատական նիստին, իրականացնել ձայնագրություններ, սղագրություններ և օգտվել ձեր մնացած բոլոր իրավունքներից։